Բարի օր։ Այսօր կներկայացնենք հետաքրքիր նյութ Խաչատուր Աբովյանի մասին, որը տպագրվել է դեռևս 1941 թվականին։ Տպագրված նյութերը հայտնաբերվել են Մատենադարանի արխիվային բաժնից։ Գրություններից առաջինը, որ Հովհաննես կաթողիկոսի կողմից ուղղված է Ստեփանոս եպիսկոպոս Արգուցյանին, վերաբերում է Աբովյանին Թբիլիսիից Էջմիածին փոխադրելու գործին։ Հետաքրքիր է, որ այդ գործը կաթողիկոսի կողմից հանձնարարվել է Սինոդի պրոկուրորին։ Մնացած գրություններից երկուսը Ներսես կաթողիկոսից ուղղված են Սինոդի ատենապետի պաշտոնակատար Բարսեղ arczepiskopոսին, իսկ երկուսը վերջինի պատասխանեն են և վերաբերում են գերմանացի գիտնական Աբիխի Էջմիածին ուղևորվելուն և նրան ցույց տալի օժանդակությանը։ Ներսեսն առաջարկում է այդ գործին մասնակից դարձնել Աբովյանին որպես լեռների, մասնավորապես Արարատ լեռան գիտակ։ Բարսեղ arczepiskopոսի նամակները վերաբերում են Աբովյանի ուղեկցությամբ Էջմիածին ժամանելուն և նրանց Անդրկովկասի կառավարչապետին ուղղված դանոսի հիման վրա։ Բանն այն է, որ պարոտի հետ Մասիսի գագաթը բարձրանալուց հետո Աբովյանին սկսեցին հալածել ոչ միայն Էջմիածնի սևագլուխները, այլև ամեն տեսակի ու գույնի խավարամիտ, անվեղար կրոնավորները։ Դրանցից ոմանք խուլ մխմխթում էին, ոմանք բարձրաձակ զայրույթ հայտնում և անաստված Աբովյանին Գեթ Հայաստանից հեռացնելու միջոցներ որոնում։ Այդպիսի վերաբերմունքն ընդդեմ Աբովյանի ուներ հիմնավոր պատճառը։ Աբովյանը առաջին հայ մարդն էր, որը գործնականորեն քամուն տվեց Մասիսի գագաթի անհասանելիությունը և Նոյան տապանի կրոնական առասպելը։ Նա խարխլեց այդ առասպելի հիմքը, առասպել, որը դարեր շարունակ ճարպկորեն օգտագործվում էր թե հոգևոր և թե աշխարհիկ տիրապետողների կողմից, աշխատավոր մասսաներին հիմարեցնելու, անարգել շահագործելու համար։ Այդ էր պատճառը, որ երկար ժամանակ թե Հայաստանում, թե Ռուսաստանում և թե Եվրոպայում տիրապետող կարծիքն աշխատում է ժխտել Մասիսի գագաթը բարձրանալու փաստը։ Դանոսի համար առիթ է ծառայել հետևյալ դեպքը։ 1843 թվականի օգոստոսի 27-ի երեկոյան ճանապարհորդ բարոն Հաքսահաուզենը և Աբովյանը ժամանելով Էջմիածին հյուրընկալություն են խնդրում Մատինովից և նրա արհամարհական, մերժողական վերաբերմունքը նկատելով հեռանում է վանքից և հյուրընկալվում գյուղում, չմոռանալով, որ այդ մասին գրավոր հայտնել Անդրկովկասի կառավարչապետին, որն այդ առիթով հետագայում բացատրություն է պահանջում Մատինովից։ Վերջինս նախօրոք զգալով նրանց մտադրությունը նույն կառավարչապետին է ուղարկում առաջին դանոսը։ Ստանալով կառավարչապետի բացատրություն պահանջող գրությունը, Մատինովը ներկայացնում է երկրորդ ամբաստանագիրը, որ Աբովյանին մեղադրում է Եվրոպայի ճանապարհորդներին մոլորեցնելու և Էջմիածնի պատիվը արատավորելու մեջ։ Միաժամանակ պահանջում է Աբովյանին հեռացնել Երևանից, հայտնելով, որ այդ ոչ միայն իր, այլև Սինոդի ատենակալի պաշտոնակատար Բարսեղ arczepiskopոսի ցանկությունն է, որ սակայն չի համարձակվել այդ մասին գրել։ Սրանով ավարտվում է մեր ձեռքի տակ եղած գործը։ Հետաքրքիր է, թե ինչով է վերջանում Անդրկովկասի կառավարչապետի գրասենյակում այս հարցը, արդյոք այն հետագայում չի ստացել նոր ընթացք։ Այս դեռևս հաս է և լուսման կարոտ։ Ստորև տեսանյութում ներկայացնում ենք հրապարակված ամբողջական նյութը։